Ողջույն սիրելի ակնդիրներ, պրեստիժ ամսագիրը այսօր գտնվում է մի շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում։ Մենք հյուրընկալվել ենք ակնաբուժության բնագավառում իր ուրույն ձեռագիրն ունեցող վաստակաշատ բժշկի Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային բաժանմունքի ղեկավար եւ Մալայանի անվան լազերային շտկման բաժնի բժիշկ Լուսինե Համլետի Բեկերսկա Թամազյանին։ Ողջունում ենք ձեզ սիրելի բժշկուհի։ Ողջույն, ուրախ եմ։ Կարծես թե ձեր առաքելությունը ի սկզբանե դրված է եղել ձեր անվան մեջ Լուսինե եւ այդ լույսը դուք բերել հասցրել եք այստեղ եւ առատորեն բաժանում եք այն մարդկանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն։ Ուրախ եմ գարնան առաջ օրը ձեզ հյուրընկալել այստեղ, իրոք համոզված եմ, որ ջերմ զրույց է լինելու։ Ինչ վերաբերում է իմ անունին, ունենք այդպիսի վարկած հիվանդների կողմից, որ արդյոք ձեր ծնողները իմացել են Լուսինե են դրել ձեր անունը կապված լույսի հետ, լույս եք տալիս աչքերին եւ այլն, դե իհարկե ծնված ժամանակ ոչ ոք չի իմանում, որ ինչ մասնագիտություն ընտրելու է երեխան, չնայած ծնողներս բժիշկներ են, բայց բժշկագիտություն կամ բժշկություն շատ հնարավոր էր, որ չընտրեինք։ Բայց ամեն դեպքում փորձում ենք չվնասել, փորձում ենք ապրել խղճով, աշխատել եւ մեր հիվանդներ իրենք հիվանդներ չեն, իրենք բուժառուներ են, առողջ մարդիկ են, երիտասարդ, առույգ։ Ուղղակի օգնում ենք ազատվել բարդույթներից, ազատվել ակնոցից, կոնտակտային ոսպնյակից եւ տեսնել ամբողջ այս գեղեցկությունը իր մաքսիմալ ու ճիշտ գունապնակով, ընկալել աշխարհը իրենց աչքերով։ Ես սովորաբար զրույցը սկսում ենք մեկնակետից, սկզբից, բայց ես ուզում եմ մենք սկսենք այն կետից, որտեղ դուք հիմա գտնվում եք։ Մեծ սեր, մեծ վստահություն, որ վայելում եք դուք ձեր բուժառուների կողմից եւ մեծ փորձառություն։ Դուք հասել եք ձեր մասնագիտական բարձրակետին եւ կարծում եմ այս խոսքերի տակ կստորագրեն ձեր բուժառուներից յուրաքանչյուրը։ Դժվար չէ լինել լավ բժիշկ, սիրված բժիշկ եւ դժվար չէ ունենալ այդքան վստահություն։ Ի վերջո այդ վստահությունը նաեւ պատասխանատվություն է։ Մի քիչ այսպես համեստ փորձեմ երևալ եւ ասեմ, եթե դա իրոք բուժառուների կարծիքներն են, ես շնորհակալ եմ եւ վստահության համար, եւ ջերմ խոսքերի համար։ Իրոք եթե ամեն բառի տակ ստորագրված է մի կենսագրություն է, մի ճակատագիր է, եթե դրա մասին խոսում են, ասում են հիվանդները, ես իրոք շնորհակալ եմ եւ վստահության համար եւ ջերմ բառերի համար, բայց պիտի ասեմ, որ գիտեք 2001 թվականից մենք վերցնելով մեզ վրա այդ մեծ պատասխանատվությունը առաջինը Հայաստանում սկսեցինք կատարել էքսիմեր լազերային վիրահատությունները։ Դա իրոք շատ մեծ այսպես քայլ էր եւ ռիսկային էր, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, մենք մեկս մյուսից բարեկամ, հարազատ, դա ասենք մեծ Ռուսաստանը կամ Կանադան չի, որ դու չգիտես հիվանդը կմեկնի մեկ ուրիշ քաղաք եւ դու իրեն կյանքում կարող այլ չտեսնես, չէ, մենք բոլորս մյուսից բարեկամ ենք եւ այլն։ Դուք իրավացի եք, այդ սանդղակը, ձողը բավականին բարձր է դրված եւ ինձ համար շատ ավելի պատասխանատու է, երբ որ իմ 25 տարի առաջվա վիրահատված հիվանդը բերում է իր երեխային եւ ասում է հիմա էլ բերել եմ իրեն վիրահատեք, ակնոցից ազատեք։ Ինձ համար դա եւ պատասխանատվություն է, եւ շնորհ է, եւ մեծ պատիվ է, եւ իրոք շնորհակալ եմ այդ ամենը իրականացվել է այստեղ Ավագյան կենտրոնում 2001 թվականի մայիսից մենք սկսել ենք վիրահատել, տնօրինությունն էլ վստահելով մեզ այդ ծանր գործը, իրոք մենք կարողացանք առաջ հրել եւ 2009 թվականին նույնպես առաջինը Հայաստանում մենք կարողացանք անել cross-linking վիրահատությունները հայկական, նո այսպես ասեմ, հայերի հրաների մոտ շատ հանդիպող հին գեների հետ կապված հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը սկսում է վարակել, նախկինում բուժում չունեցող հիվանդություն էր։ Ամեն անգամ բոլոր հարթակներ ես օգտագործում եմ, չնայած համոզված եմ, որ Ավստրիայում մոտ 90 տարեկանին մոտ Թեոդոր Զելերը մեզ չի դիտում, ով այդ գյուտի հեղինակն էր, բայց միևնույն է պիտի շնորհակալություն հայտնեմ, նախկինում չբուժվող վիրահատությունները արդեն մենք անում ենք եւ այդ հիվանդության կերատոկոնուսը կանգնեցնում ենք, ունենք շատ դեպքեր, որ բարձրացնում ենք տեսողությունը եւ այդ հիվանդները իրենց այդ ճակատագրական հիվանդության բեռը չեն կրում իրենց հետ։ Այսինքն այսօր Հայաստանի բուժառուն հնարավորություն ունի արտերկրում չփնտրել իր խնդրի լուծումը, այլ Հայաստանի
բժշկությունը Հայաստանում ակնաբուժությունը զարգացել է այնքան, որ այստեղ տեղում կարող են դիմել բժշկի եւ ստանալ իրենց աչքի լույսը, այսպես ասենք։ Իհարկե, մենք համընթաց քայլում ենք աշխարհի բոլոր զարգացած երկրների հետ եւ ակնաբուժության մեջ կարող եմ ասել եւ նաեւ ինչի՞ չէ պլաստիկ վիրահատությունները քիթիկի հետ կապված, հա մեր հայկական առանձնահատկությունն է, ատամնաբուժությունը, ստոմատոլոգիան է նաեւ շատ զարգացած եւ մեր այսպես Սփյուռքի բարեկամներն էլ կամ ուղակի արտերկրյա ասենք ունենում ենք հիվանդներ, որոնք որ գալիս են հենց հատուկ վիրահատվելու եւ ակնաբուժությունը այդ շարքում։ Իրոք մենք քայլում ենք աշխարհին համընթաց։ Ես կուզեի այս հարցով շնորհակալություն ասել լուսահոգի պարոն Ալեքսանդր Սերգեյիչ Մալայանին, որ մենք կորցրեցինք մի քանի ամիս առաջ։ Դե ասեմ, որ հիմնադիրներ ակնաբուժության Հայաստանում եւ շատ կլինիկաներ, որտեղ աշխատում են բժիշկներ, ակնաբուժներ, մոտ 80-90%-ը սովորել կերտվել են Մալայան կլինիկայում եւ ունենալով նորամուծությունների, նորությունների ներդնելու այդ մեծ ջիղը եւ չվախենալով նորություններից եւ լինելով լավ ուսուցիչ, ինքը կարողացել է կերտել այդ դպրոցը, որի սաներից նաեւ ես եմ եւ մեծապատիվ շնորհակալություն նաեւ իրեն։ Որպես այդ դպրոցի ներկայացուցիչ կցանկանայի սերնդափոխության մասին մի փոքր խոսեինք, դուք վերցրել եք լավագույն ավանդույթները, նաև զարգացնում եք, համոզված եմ արտերկրում կազմակերպվող գիտաժողովներ, սիմպոզիումներ, այստեղ կազմակերպվող, ինչպես է փոխանցվում այդ փորձը, լավագույն գիտելիքը հաջորդ սերնդին, ապահովված է արդյոք սերնդափոխությունը։ Իրականում տեսեք մոտ 40-50 տարի առաջ, երբ որ սովորում էր իմ հայրիկը, մայրիկի հետ, Համլետ Թամազյանը, աբդոմինալ վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ է իմ հայրիկը եղել, այնպես լուսահոգի, այն ժամանակ ուսանողական տարիներին, երբ որ իրենք սովորում էին, մայրս գինեկոլոգ, նույնպես ակուշեր վիրաբույժ, իրենք նշում էին, որ մենք գողացել ենք մեր բոլոր գիտելիքները ուսուցիչների ուսի ետևից։ Այն ժամանակ մի քիչ ընդունված չի եղել, երևի թե այդ կրթելու, սովորեցնելու, շատ հնարավոր է, որ մի քիչ վախ ա եղել, որ կարող է աշակերտ ուսուցիչից ավելացնի, բայց ես ինքս գտնում եմ, որ փորձը միշտ քեզ հետ մեծանում է։ Իսկ փորձից ամենալավ գիրք միայն փորձն է։ Ինչքան էլ դու գիրք կարդաս փորձ չունենալով, դա մեկ ուրիշ բան է։ Դրա համար մեզ էլ ինչ-որ մեկը պիտի բուժի, չէ, երբևիցե, իհարկե պիտի սովորեցնենք, իհարկե պիտի կրթենք, իհարկե պիտի խոսենք եւ մեր սխալների եւ մեր բարդությունների, սա բժշկություն է, բժշկագիտություն, վիրաբուժություն, սա ասենք ռադիոտեխնիկա չի կամ ուրիշ մի հեռուստացույց, այսպես երբեմն հիվանդը գալիս ասում է ինչ գարանտիա եք տալի, ասում եմ եթե ես ձեզ ասեմ 100% գարանտիա, դուրը բացում եք ու փախնում, բժշկագիտության մեջ նման բան չկա, այստեղ կա փորձ, որի մասին դու կարող ես ասել, որ 99% դեպքերում մեր սպասված տեսողությունը մենք ունենալու ենք։ Մի տոկոս դեպքերում, երբ որ կարող են լինել եւ բարդություններ եւ խնդիրներ, դրանք բոլորը շտկվող են։ Քանի որ մենք 2001 թվականից կատարում ենք առաջին աչքի էքսիմեր լազերային վիրահատություններ, կապված կարճատեսություն, հեռատեսության, ասթիգմատիզմի հետ, արդեն ունենալով այդ փորձը դու կարողանում ես եւ փոխանցել եւ ինքդ ճիշտ կողմնորոշվել եւ շատ արագ որոշումներ կայացնել, որտեղ վիրաբույժի ամենակարևոր կողմերից մեկը նա է, որ ճիշտ կողմնորոշվի, ճիշտ որոշում կայացվի, այս պահին անել սա, գնալ հին ճանապարհով, թե նորամուծություն մտցնել, թե ինչպես ասենք իմպրովիզացիայի մեթոդով հնարավոր է նաեւ այդպես։ Այո, քանի որ դուք ունեք ստեղծագործ էություն, ինձ հետաքրքիր է այդ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերում եք վիրահատությունների ընթացքում, թե ավելի շատ այս ոլորտը պահանջում է այդպես ավանդական կոնսերվատիվ մեթոդներ։ Տեսեք, իրականում ստեղծագործ լինելը օգնում է, որովհետև շատ պահեր է լինում, որ դու մտածում ես անես ինչ-որ հին մեթոդով, հին ձևով, թե այդ պահին կարող է ինչ-որ բան փոփոխես եւ այդ հիվանդի համար այդպես ավելի ճիշտ լինի, բայց միևնույն ժամանակ կա մի ուրիշ, հա, ոնց են ասում, այդ մեդալի հակառակ կողմը, երբ որ դու
լինելով մի քիչ ավելի վճռական, առաջինը պիտի խոսես հիվանդի ծնողի հետ, հիվանդին բացատրես, չէ՞ որ իր երեխա աչքի լույսը քեզ վստահում է։ Դու պիտի լինես այնքան համոզված քո եւ գործողությունների եւ գիտելիքների մեջ, որ դիմացինդ վարակվի քո այդ վճռականությամբ եւ արագ որոշում ընդունելու ունակությամբ, բայց նույն ժամանակ դու պիտի այդ սպիտակ խալաթը թանես, թողնես աշխատավայրում գնաս տուն, ընտանիք, 3 զավակներ ունենալով, ամուսին եւ այլն, երբեմն ես ինձ այսպես բռնում եմ այն բանի վրա, որ ես այդ նույն վճռական եւ բոլորի տեղը մտածելու, այս քայլը առաջ մտածելու այդ ունակությունը փորձում եմ բոլորի վրա բաշխել, չնայած կարծում եմ շատ դժգոհ չեն, չգիտեմ, այդպես թվում ամեն դեպքում սովորել եմ։ Հաջողվում է սպիտակ խալաթի հետ աշխատասենյակում թողնել այդ հույզերը, էմոցիաները, ի վերջո լուրջ վիրահատություններից հետո անհանգստությունը հիվանդի համար, բուժառուի համար։ Իհարկե ոչ, երբ որ անցնում է գիշերը, առավոտյան արթնանում ես, իհարկե մտածում ես այս հիվանդի մասին, այն հիվանդի մասին, իմ ծնողները, քանի որ ասեցի, հա, Անժելա Թամազյանը, Համլետ Թամազյանը իրենք գալիս էին տուն եւ երեկոյան մեր տան զրույցները այս հիվանդը այսպես եղավ, այն մեկի բարդությունը սա էր եւ այլն։ Ես դրա մեջ մեծացել եմ։ Հենց այդ պատճառով էլ ծնողներս իրականում դեմ էին, որ ես դառնամ բժիշկ, քանի որ ասում էին մեր օրը ամբողջությամբ հիվանդների հետ է։ Գոնե դու ուրիշ մասնագիտություն ընտրի, ես այդ պահում ընդոստացա, չլսեցի եւ ընտրեցի բժշկությունը, բայց 3-4 կուրսում իրոք հայրիկս ասեց, գիտես մի հատ ընդհանուր վիրաբույժ կնոջ անուն, եթե ինձ ասես, ես դեմ չեմ լինի, որ դու դառնաս վիրաբույժ։ Ես իհարկե ասեց մեր գրադարանում փնտրի։ Ես դե հասկացա, որ չեմ գտնելու, չփնտրեցի էլ։ Նույնն էլ մայրս ասեց գինեկոլոգիան, ասենք շատ ծանր ոլորտ է, իսկ ծննդաբերական ասենք այդ ոլորտը այնտեղ ընդհանրապես առողջ կինը գալիս է ու դու երկու կյանքի համար պատասխանատու ես, դա շատ ծանրակնոջ համար, ամեն դեպքում 3-րդ կուրսում որոշեցի լսեմ ծնողներիս, եղբայրս այդ հարցում լսող եղավ, ինքը իրավաբան դարձավ, բայց կարծում եմ լավ բժիշկ էլ կլիներ, ինքը շատ խղճով ու լավ ձեռք ունեցող անձնավորություն է, բայց ինքը լսող զավակ էր, ես չէ։ Ես համոզված եմ, որ ցանկացած ճյուղ ընտրելու դեպքում այդ ճյուղը շահելու էր, եթե դուք այնտեղ լինեիք։ Այս պարագայում ակնաբուժությունն է շահել եւ փառք Աստծո։ Ձեր ծնողներից խոսեցիք, մենք յուրաքանչյուրս մեր հոգու խորքում ունենք մեր թաքուն կարոտները։ Հիմա ուզում եմ մի փոքր ավելի մանրամասն խոսենք ձեր մեծ կարոտի մասին, ձեր հոր մասին, որովհետեւ ես կարծում եմ Հայաստանում չկա մեկը, ով չճանաչի հայտնի վաստակաշատ վիրաբույժ Համլետ Թամազյանին, պետք է խնդրեմ մի փոքր ներկայացնենք իրեն, որպես հայր, որպես գործընկեր, որպես ավագ ընկեր, այնպես ինչպես ընկալել եք դուք իրեն։ Իմ շատ նուրբ լարերին կպավ, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ, որտեվ 2 օր առաջ այդ շատ ծանր օրն էր, երբ մենք իրեն կորցրեցինք, դա 14 տարի առաջ էր։ Իրոք վաստակաշատ մարդ է եղել, գիտեք, ինձ միշտ թվացել է, որ իմ հայրն է, ես դրա համար պարզ ամեն մեկը իր հայրիկին սիրում է, պաշտում է որպես ծնող, բայց կհավատաք 14 տարի ինքը իմ կողքին չի եւ ամեն Աստծո իմ դուռը բացվելիս, երբ որ մտնում են հիվանդները, ովքեր անգամ չգիտեն, թե ով է եղել իմ հայրիկը կամ ազգանունս, թեկուզ ազգանուն ունեմ, ոնց որ Բիկիրսկա ամուսնուս ազգանունն է եւ Թամազյան իմ ծնողների, չիմանալով, որ ես Համլետ Թամազյանի աղջիկն եմ, իրենք որ մոտենում են, գալիս են ամեն օր, պատմում են նոր պատմվածքներ, պատմություններ կապված իր հետ։ Դուք հասկանում եք, երբ որ մարդը 14 տարի չկա եւ ամեն օր իրեն հիշողներ կան, ու դա հարազատ բարեկ, օտար մարդն է, այնքան նոր բաներ են պատմում, այնքան բարեգործություններ արել, թաքնված չեք էլ իմացել, ոչ միայն բժշկության մեջ, բոլորին թևութիկունք սատարա կանգնել, բոլորին եւ իր շրջապատը իրոք շատ մեծ էր։ Եվ ես շնորհակալ եմ, որ արժանացել եմ այդ պատվին, այդ ընտանիքում եմ ծնվել։ Հայրիկս իրականում ձգտել է դառնալ լավ վիրաբույժ, լավ մարդ, հետո արդեն Լոռվա ձորի ժողովրդի վստահությունը վաստակելով դարձել է նաև պատգամավոր եւ այնտեղի շահերն է փորձել պահել։
այդ ամեն ինչի դրդապատճառ ասեմ, ձգտման մի ձողի վերին սանդղակի նիշը ասեմ, իմ մայրիկն է եղել ու հայրիկս չէր թաքցնում, ասում էր եթե նորից ծնվեի կընտրեի վիրաբուժությունը եւ Անժելային, ասում էր ես միշտ այնպես անեմ, որ քեզ հասնեմ ու անցնեմ, մի հատ շատ հետաքրքիր զավեշտալի բան հիշեցինք 2 օր առաջ, ասեց Անժիկ ինչ անեմ է, չեմ իմանում ոնց պիտի այս հարցն լուծեմ, ոնց հասնեմ քեզ, մաման ասեց ինչի՞ն Համլետ, ասեց ոնց սկսեմ նկարել, ուրեմն 50 տարեկանում մայրիկս անսպասելի սկսեց նկարել, ասենք յուղաներկով, ցուցահանդես հայրիկս կազմակերպեց եւ այլն, ուրեմն այդ իրա բոլոր այդ նշերն ու ձողերը ինքը բարձրացրեց, բայց արդեն 50-ից հետո մի հատ էլ նկարի, ասում եմ ոնց սրան էլ հասնեմ, շատ հետաքրքիր զույգ էին, իրար մեջքի տված, նշտարի տված, իրար հետ աշխատել են եւ Աֆրիկայում, եւ Աղթալա, Ալավերդի, հետո տեղափոխվել են Երևան եւ պատվով կրել է բժշկի անունը, ու իրոք բժիշկ։ Գիտեք, ինքը միշտ ասում էր, ես գլխավոր բժիշկ չեմ, գլխավոր բժիշկը ինչ անում, ոչինչով չի զբաղվում, ես պիտի վիրահատեմ, ես պիտի կյանք տամ, ու իրոք մինչեւ իր վերջի վարկյան ինքը փորձում էր բժշկել, բուժել։ Եվ իզուր չէ, որ ասում էին Համլետ Թամազյանը ոսկե ձեռքեր ունի ու եթե հիվանդին դիպչում են այդ ձեռքերը, ուրեմն հնարավոր չէ, որ դրական արդյունք չլինի եւ հիվանդը դուրս չգա նույնիսկ ամենածանր վիճակից։ Տեսեք, ել եմ ասում, ինձ միշտ թվացել է, որ ես սուբյեկտիվ ինչ-որ կարծիք ունեմ, հա, ասենք իմ ծնողի մասին, բայց իրոք ինքը վիրաբուժեր Աստծո կողմից դրված։ Ես իրան ասում եմ, Սամարոդակ ինքը իրեն ստեղծած քար, այդ ինքնաբուխ, ինքնաստեղծ եւ մի երևի 1 ամիս առաջ մի կնոջ եմ վիրահատում եւ մոտեցավ ասեց, գիտեք, ձեր հայրեմ կյանքը փրկել է, ասեցի, ինչի վիրահատել է, չէ, ասեց, ինքը ախտորոշեց այնպիսի հիվանդություն, որը Հայաստանում են թվերի ոչ միտեղ չէր վիրահատվում, բայց բոլոր երկրներով պատտվելուց անգամ չէր ախտորոշվել, ուրեմն ուռուցք ուներ ստամոքսի եւ սրտի կենտրոնում եւ ոչ կատե, ոչ ուրիշ սոնոգրաֆիկ, ոչ մի ախտորոշում, ասեցի, բա ինքը ոնց ախտորոշեց, ասեց շոշափելով, պատկերացնում եք, ու ասեց մեկն է, ես ինչտեղ ես, ինչ մարդու մոտ մոտեցի, իմ անունից այնտեղ մենք ստեղ չենք անում դա, ոչ մի կլինիկայում, ու այդ կինը մինչև հիմա ողջ է, այնքան զավեշտալի դեպքեր կա, կարող եմ շատ երկար խոսել, զրուցել, մի կին մտավ ինձ մոտ, ասեց, այնքան շնորհակալ եմ ձեր հայրիկին իմ տղաների համար, ասեցի, վիրահատելա, չէ, ասում եմ, սովորել են իր մոտ, չէ, բա ինչ ա արել, ճանաչել են, չէ, ասում եմ, շատ վաղուց, մեկը 15 տարեկան էր, մեկը 13, առավոտյան, ասեց, շատ շուտ ժամը 8-ին, երբ որ գնում էին դպրոց, ասենք նախաճաշում էին եւ այդ րոպեին հեռուստացույցով ցույց են տվել հայրիկի հարցազրույցը եւ հաղորդավարը ասել է ինչպես եք հասել ինչ-որ ձեր հաջողությունների, հայրիկս ասել է, ես ոչ մեկի վրա չեմ հենվել, մեջք չեմ ունեցել, ես վարորդի տղա եմ եղել, միջալուց միշտ դրա ամպագորգոր չհնչի, բայց միշտ ասում էր, ես վարորդի տղա եմ, այ պապ ջան, քեզ ով է հարցնում է, չէ, բայց ինչի, ես պարտանում եմ դրանով, ես գյուղում եմ ծնվել, ասեմ, բայց 2 տարեկանում դուրս ես եկել գյուղ, ոչ, ես գյուղից, ուզեմ ասեմ, այդ բանի մեջ էլ էր մերկ ու մաքուր, ուրեմն այդ կինը ասում է ոչ մեկի վրա չհենվելով, հենվել եմ ինքս իմ ծնկներին, պպզաստեղից ոտքի եմ կանգնել։ Ուրեմն այդ մի բառը, այդ երեխաները լսել են իր տղաները, ու ասում ամբողջ կյանքի ընթացքում ուղղորդվել են այդ լոզունգով ու դարձել են մեծ մարդիկ եւ պաշտոնյաներ եւ հարգված եւ այսպես գործի մեջ կայացած եւ ասում է երկրորդ բանը, որ իրանք այդ օրը վերցրեցին իրանց համար Վերջում այդ հարցազրույց վերցնող հաղորդավարը ասել է, իսկ ինչ կցանկանաք մեր ունկնդրողներին, ասել է ոչինչ չեմ ցանկանում, պետք է ասել է ոչ թե ոչինչ, թե ասում է թե ժամին ինձ տեսնում են, ուրեմն արթուն են, եթե արթուն են, ուրեմն աշխատանք ունեն, եթե աշխատանք ունեն, ուրեմն երջանիկ են, էլ ինչ ցանկանամ, այդ երկու դիվիզներով այդ երեխեքը տենց մեծացել են։ Ձեր հայրը եւս երջանիկ մասնագետ էր, որովհետեւ նույնիսկ այդ պայմանական ֆիզիկական չգոյությունից 14 տարի անց իրեն հիշում են, իրեն պարտական են մարդիկ, սա մասնագիտական երջանկություն է։ Ինքը գիտեք ինչ էր ասում, մի անգամ նստած ասեց, բժշկի գործը հետաքրքիր
մի հատ sense բան կա, իրան մաքսիմում հիշեն, ասենք թե այդ սերունդը ու մաքսիմում իր երեխեքը, ում որ դու փրկել ես, այ նկարիչը, դարերի վեր մնում է, նկարը տեսնում են, բայց ուզում եմ ասեմ, չէ պապ ջան, անցել է շատ տարիներ ու շատ երկար դեռ քեզ հիշելու են, ու դա է ամենամեծ հարստությունը, ոնց կասեր քո Լորեցի Թումանյանը, գանձ ու գահը գնում է, ամեն ինչ գնում է, մարդու անունն ու գործն է մնում, ապրես դու որ կաս մեր կողքին։ Լորին հետաքրքիր աշխարհ է եւ նրանք ովքեր կապված են Լորուն, նույնիսկ ամենաբարակ թելերով այդ թելերը երբեք չեն կտրվում։ Այո։ Հաճախ են գնում Լորի, ձեզ կարողանում եք այնտեղ գտնել, ձեր սերը, ձեր կարոտը, ձեր արմատները, այ ասում եք որ ձեր հայրը միշտ հպարտությամբ նշում էր, որ ինքը գյուղից է, երբեք չի հրաժարվել, չի թաքցրել իր արմատները եւ իսկապես Լորին հպարտություն է, ես կարծում եմ։ Գիտեք, Լորին իրոք հետաքրքիր ինչ-որ մի գաղտնի, կախարդական, մոգական բան ունի, թե բնությունից է գալի, թե մարդկանց միամտությունից, չեմ կարող ասել, բայց իրոք շատ բան է կապում։ Մենք իրոք տուն ենք այնտեղ առանձնատուն չի ստացվում, շատ հաճախ գնանք, բայց հենց հայրիկի սարքած տունն է, այդ փողոցն էլ պիտի ասեմ, որ Օձուն գյուղում շնորհակալություն գյուղապետին շրջանի, դա 15 տարի առաջ է հարկի արվել, այդ փողոցը դրվել է Թամազյան Համլետի անունով, մի այդ փողոցի վերջում հայրիկի Կիսանդրինա, ու միշտ ծաղիկներ կան, շնորհակալ եմ նաև օձունցիներին, որ հիշում են միշտ։ Մենք գնում ենք, իմ երեխաներն էլ են շատ սիրում, եղբորս երեխաները, մենք էլ ենք, ոգեշնչվում ենք, հայրիկը հենց Վանաձորի գիծը անցնում էր, հատում էր, չէ, սկսում էր երգել անկախ իրանից, ու ասում են ծնված տեղում մարդու արյան, ասենք բաղադրությունը նման է այդ տեղի ջրի բաղադրությանը, չգիտեմ, ասենք այդ բնությունն է այդպես երգացնում, թե ինչ բոլորի սիրտը բացվում է։ Բայց ես կիսով չափ նաև գյումրեցի եմ, մայրիկս գյումրեցի է, դրա համար այդ խառնուրդը ես ինձ երբեմն գյումրեցի եմ զգում, երբեմն լորեցի։ Ամեն դեպքում հարուստ եմ, այո, շնորհակալ եմ, ամուսինս էլ բուլղարացի է, այդ դեպքում իհարկե շատ տեղերից ունեմ ստանալիք։ Կանք ձեր ազգանվանը Բեկիրսկա Թամազյան, եւ դուք ձեր ձևակերպումներում շատ հետաքրքիր այսպես արտահայտություն ունեք, երկու մայրերս են։ Շատ ջերմ է, շատ հաճելի է ու բացառիկ։ Հիմա պետք է խնդրեմ այս ընտանիքի մասին, հա, որտեղ դուք երջանիկ եք, որտեղ սիրված եք եւ որտեղ շատ սիրում եք, դա զգացվում է։ Շնորհակալ եմ, որ այդքան ուսումնասիրել եք։ Ամեն դեպքում ամուսնացել եմ 18 տարեկանում, առաջի կուրս է ինստիտուտում եւ միշտ ասում եմ, որ երբ որ ոտք դրեցի նոր ընտանիք, ամուսինս Սուրեն Բեկիրսկի, իր հայրը եղել է մաքուր ազգության բուլղարացի, Հայաստանի մասին ընդհանրապես կյանքում ոչինչ չի լսել եւ ծանոթանալով Սկիսրոջ Սեդրիմ Սուրեննայի սիրահարվել է, այսպես այն ժամանակ եղել են, հիմա կասեին ինտերնետով ենք ծանոթացել կամ ինչ որ չգիտեմ Instagram-ով, այն ժամանակ եղել է ուսանողական նամակագրություն եւ ամեն մեկը եղել է իր կուրսի ավագը, կիսուրը սովորել է Մոսկվայում, իսկ ամուսինը Բուլղարիայում գինեգործ է եղել, կիսուրս տեքստիլ ինստիտուտում այդպես է կոչվում, իմիջիալոց հետագայում ամուսինս էլ հենց այդ ինստիտուտը ավարտել, ինստիտուտ տեքստիլնե պրամышленности եւ կարող եմ ասել, որ երևի Հայաստանում այդ մասնագիտությամբ լուրջ կրթություն ունեցող երկու մարդիկ երևի իրանք են եղել, պահել են իհարկե տոստ գործարանը, ինչե վերջի տարիներս, որ ասում են հայկական տրիկոտաժ, դա հենց իրենց շնորհիվ էր, մայր եւ տղա, այսպես կարողացան պահեն այդ անունը։ Երբ որ ես ամուսնացա, արդեն ամուսնուս հայրիկը մահացած էր, շուտ են կորցրել իրեն, Դրագամիր Բեկիրսկին, բայց այդ եվրոպական այդ շունչը, այդ մաքրությունը, այդ այսպես պարկեշտությունը, ես միշտ ասում եմ, կարծում եմ եկել է եվրոպական այդ արմատներից, եւ ես երբևիցե ինձ չեմ զգացել այնտեղ օտար։ Եվ ավելի երկար տարիներ փաստորեն ապրել եմ ամուսնուս ընտանիքում, իր մայրիկի հետ մենք միասին ենք ապրել, նաև տատիկ պապիկն են մեզ հետ ապրել եւ
հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր տանը մենք 4 սերունդով ապրել ենք ու երբեք ոչ մի խնդիր չենք ունեցել, ջան-ջիգար, դե ընդհանուր տուն ա եղել, իհարկե կարող լինեին նաև հարցեր, բայց փորձել ենք միշտ ջերմ ու ճիշտ լուծել այդ հարցը եւ կարող եմ ասել, որ հենց սկիզրոջս իմաստությունը դրա մեջ էր, մեծը պիտի իմաստուն լինի, փոքրն էլ մի քիչ խոնար։ Չեմ կարող ասել իմ խոնարհության մասին, բայց ես որոշ չափով առաջինը սերը պետք է լինի, պետք է սիրեք իրար, հա, նույն ձևի քո մայրիկետը չէ, կարող ես ասել, գիտես, մամ ջան, կանաչա, ոնց որ թե սպիտակ չի եւ տարակարծիք լինես, բայց հետո գաս նրան, որ գիտես, հա մի քիչ կանաչա, մի քիչ էլ սպիտակ է։ Դրա մեջ է երջանկությունը, լուսահոգի, նույնպես ռիմսուրենային, էլի շատ մեծ դաս ա եղել ու դպրոց ա եղել իմ համար իր հետ ապրելը եւ շնորհակալ եմ նույնպես։ Ձեր ամուսնու հետ փաստորեն մասնագիտական տարբեր բևեռներում եք։ Այո, բացարձակ տարբեր։ Իսկ երեխաները նախասիրությունները։ Երեխաներս նույնպես բժշկագիտության մեջ չեն եւ տեքստիլ գործունեությամբ նույնպես չեն զբաղվել։ Մեծ տղաս Դավիթը արդեն 36 տարեկան, Էդգարը 33 եւ աղջիկս Էրիման Միմին 29 տարեկան։ Մեծ տղաս տնտեսագետ է, փառք Աստծո զբաղվում է ռեստորատոր, հա, շատ մեծ այդ ջիղը երևի հայրիկիս մեջ էլ կար, իրա մեջ էլ, հետո աշխարհին բաց են կնոջ հետ, Արմինեի հետ, ու իրանք կարողանում են բոլոր լավ բաներ ինչ որ դրսում տեսնում են, բերեն Հայաստան ու տարբեր ուղղություններով, կարող է լինի հայկական խոհանոց, կարող է լինի ֆրանսիական, կարող է լինի չինական, ճապոնական, ամեն ինչի մեջ փորձում են խորանալ ու ոնց որ թե փառք Աստծո ված չի ստացվում։ Ու ես գտնում եմ, որ այդ եվրոպական պապիկի պարկեշտությունն էլ նույնպես իրենց մեջ կա, չնայած Հայաստանում մի քիչ դժվար է այդ բոլոր սահմանները պահել։ Միջնեկ տղաս Էդգարը ինքը աշխատում արտասահմանյան կազմակերպության հետ, ավարտել է միջազգային հարաբերությունները Սլավոնական ինստիտուտի, լավ մասնագետ է, պարկեշտ մարդ է, հիմա զբաղվում է այսպես խոբին է իրա, բլոգերություն չասեմ, ինֆլուենսեր կարամ ասեմ, չգիտեմ, դեդգա, շատերը ճանաչում են, հիմա քանի որ այդ իմ երիտասարդ այս հիվանդներն էլ կարծես եմ դուք դեդգայի մաման եք, հայերը, ամեն դեպքում շատ հետաքրքիր է, իրանք փոքրուց նկարահանել է ինքը փոքր ռեժիսուրայով զբաղվել, բան այդ ամենը երևի թե օգնում է շատ հումորի զգացողությունով, հետաքրքիր մարդ է ու բարի մարդ է, իրականում երեխաները եթե բարի են ու պարկեշտ, երևի դրանից ավել բան պետք չի, պարկեշտ են եւ պետքա ապրեն խղճով։ Մնացածը արդեն իրանք կհասկանան ինչ պիտի անեն։ Աղջիկս Ռիման մենք Միմի ենք ասում իրեն, ինքը հոգեբան է, բայց հիմա զբաղվում է ամուսնու հետ էլեկտրոնային երաժշտության կոմպոզիտոր, ստեղծում են եւ նվագում են էլեկտրոնային երաժշտություն, սովորեցին Ամերիկայում, հիմա Հայաստանում են եւ իրան էլ որպես միմս գիտեն, ինքը ոնց որ էլեկտրոնային երաժշտության նաեւ DJ-ություն է անում, տենց բացարձակ հերու բևեռներ, բայց իրանք բոլորն էլ իրոք այդ ստեղծագործող պահը կա իրենց մեջ։ Եվ կարծում եմ հիմա բավական մեծ բացահայտումներ են անում մեզ լսողները, որովհետև նրանք, ովքեր երկրպագուներն են ձեր երեխաների գործունեության, բացահայտեցին, որ իրենք հենց ձեր երեխաներն են։ Կարծում եմ հետաքրքիր կլինի շատերի համար։ Մերսի շատ։ Ես իրականում շատ չեմ սիրում, իմ ծնողներն էլ ինձ երբևիցե չեն գովել կամ չգիտեմ, սենց ինչ որ ամպագորգոր, բայց գտնում եմ, որ մի քիչ էլ պիտի իհարկե իրանց էլ ասես, ոչ թե գովազդելով, ուղղակի ասես, որ ապրեք, լավ մարդ եք դարձել։ Հիմա օրինակ մեծ տղաս Դավիթը կնոջ հետ կայացած, որ ասեցի, հա, ասենք թե Open House, Սիրելիս, Դե Անջելո, ասենք Twins, այդ բոլոր այդ կետերը, դրանց բոլորի մեջ իրանք իրենց ազդեցությունը, իրանց վրձնի այդ հարվածը, իրենց ընկերական նաև իրենք շրջապատով են աշխատում, իրենց ճաշակի պահը կա եւ ոնց կլինի որ չհպարտանաս։ Իրոք կուզեմ ասեմ ապրեք երեխեք ջան,
Աստված տա խաղաղ լինի մեր երկիրը, Աստված տա մեր երիտասարդությունը շատ լավն են։ Ինձ մոտ գալիս են, ես օրական այնքան լավ երիտասարդներ եմ տեսնում, այնքան գիտակ, այնքան բազմաբնույթ, ասենք գործունեությամբ զբաղվող, բայց բոլորը լիքն են։ Հիմա մենք լավ երիտասարդություն ունենք, մնացեք մեր երկրում, հանկարծ չմեկնեք, պետք է ծաղկեցնենք մեր երկիրը։ Ճիշտ է։ Եվ հետաքրքիր է, մարդիկ կարիք ունեն դրական խոսքի։ Ինչու՞ չասել այդ մի դրական գնահատականը, որը կարող է մարդու համար առաջ մղող ուժ դառնալ։ Դե թվում է անհամեստ է, ինչի ձեզ շատ են գովել։ Ախ մի քիչ մեր բան, չնայած կան ծնողներ, այն չեղած տեղը սկսում են, ես գովում են, ասես լավ, մի րոպե, մի 3 տարին մեկ երեխուս մի հատ ջան ասեմ։ Մամայիս հետ կապված, ուրեմն երբ որ մամաս տարավ ինձ վիրաբուժարան, վիրահատական մի հատ փոքր միջամտություն էր, պիտի չզարգացող պտուղ էր, պիտի հեռացներ, ինքը տարել է ինձ ցույց տա, որ ես հիասթափվեմ, բժշկության մեջ չմտնեմ, դուրս եկանք այդ սենյակից, ասում եմ, տես արի ինչ հիմարություն է, պտուղ մահացել էր, ես մաքրեցի, տեսնում ես կյանքի գնով այդ կինն էլ լավ չէր, մի կերպ փրկեցինք եւ այլն։ Ասում եմ, մամ ջան, ես չգիտեմ, բայց անընդհատ այդ կնոջը ասում էր ջան, մեզ вообще ջան չես ասում, ընդհանրապես ջան լսած չենք։ Ասում եմ, ես հասկացա ջաներդ որտեղ են կորում, ասեց, այդքանը մենակ վալես։ Ինքը տարել էր, որ ես հիասթափվեի, այնինչ ես զգացի, որ այդ հիվանդին այնքան ասեց, ես ինչ ջան, մեզ ջան չէր ասում։ Խանդ է առաջացել։ Իսկ դուք ձեր ջաները սպառում եք այստեղ բուժառուների համար, թե հասցնում եք տուն տանել։ Որովհետև նույնն է, կրկնվում է։ Բուժառուների հետ շատ եմ ջերմ, երբեմն ընկերական, երբեմն այսպես պահանջկոտ ուսուցչի դերում, եթե լավ չեն կատարել իմ ցուցումները, բայց ամեն դեպքում կարծում եմ մենք իրար սիրում ենք։ Ամեն ինչից զատ ես գտնում եմ, որ բժիշկը պետք է լինի մարդասեր։ Իսկ հիվանդներս ասում են, որ մենք զգում ենք, որ դուք մեզ սիրում եք։ Ես կարծում եմ, որ օրինակ նույն երգիչն էլ չէ, բոլորն են նույն 7 նոտան երգում են, բայց մեկի մոտ երգը դիպչում է սրտի, տեն մյուսինը չէ։ Կարծում եմ, որ մենք սիրելով ենք աշխատում, փաստում են հիվանդները, փորձում եմ տանել կամ ընկերների մեջ, ասենք ինձ ասում են ոնց եք լիցքավորվում, հա լիցքավորվում եմ, ասենք ես կարող ժամը 10-ին դուրս գամ աշխատավայրից, բայց բաց չեմ թողնի առիթը, ինչ որ ընկերուհուս ծննդյան օրնա գնամ շնորհավորեմ, դրանից լիցքավորվեմ, ոչ թե գնամ տանը, ասեմ ոյ հոգնած է եւ այլն։ Մի քիչ կարողա, չգիտեմ, ջրհոս բնավորությունս էլ է, այտենց փորձում եմ երեխաներին էլ, բայց իրոք որ ասեմ շատ այտենց գովում ենք, իրոք պետք է գովենք։ Բացի դրանից մի բան էլ հիշեցի, հայրիկս միշտ ասում էր կենաց ասեք, ու սովորեցրել է բոլոր իր թորներին պարտադիր, կողքից ինքն էլ խոսում խանգարում էր, որ ասում էր սովորեք դիմադրեք այդ խանգարելուն էլ։ Ու միշտ ասում էր կենաց այն լավ հնարավորություն է, որ մարդուն կարող ես ասել եւ վատը, եւ լավը։ Հիմա նույն այդ կենացի մեջ էլ կարող ես եւ գովել երեխայիդ, եւ հարազատիդ, եւ հակառակը, ինչ որ մի բան պետք է ասես ուրիշ առիթ չի լինում, այդ ձևով կարող ես նաեւ շատ նրբորեն դա էլ հասկացնել։ Իհարկե։ Դուք նաեւ ստեղծագործում եք եւ ուզում եմ այսօր մի փոքր էլ ձեզ բացահայտենք որպես ստեղծագործող։ Աստղիկ ջան, իրականում ստեղծագործելը կարծում եմ դա էլ է ի վերուստ եկել, ես երբևիցե չեմ գրել բանաստեղծություններ, դպրոցը ավարտել եմ ոսկի մեդալով, չգիտեմ, ինստիտուտը կարմիր դիպլոմի վայելը, բայց ասենք լավ աշակերտ եմ եղել, կարծում եմ, ջանասեր, սենց կարող ասեմ, բայց բանաստեղծություններ երբեք չեմ գրել եւ մեծ տղաներիս հղիությունների ժամանակ ոչինչ ինձ հետ չի կատարվել, այսպես բամբակների մեջ պահել է, ամուսինս Սուրենը, մենք սիրով ընտանիք ենք, իրականում շատ սիրում ենք իրար հետ ճամփորդել, շատ ասում են լավ ապրում ենք իրար հետ, իրար հասկանում ենք եւ ջրհոսն ու երկբորյակը իրոք իրար լավ հասկացող նշաններ են եւ շնորհակալություն ասեմ, որ ինքը ամբողջ կյանքի ընթացքում իմ մեջքի հետևում եղել է կանգնած, որ ես կարողացել եմ աշխատեմ, որտեղ ես գտնում եմ, որ նույն ոգևորության եւ ստեղծագործելու եւ ընդհանրապես արարելու համար կնոջը պետքա ճիշտ լավ պայմաններ ստեղծեն եւ ոչ թե կարողանան ասենք կրակը հանգցնել միանգամից, այլ հակառակը այնպես պահել, որ կրակը միշտ թեժ լինի, տաք լինի, որ կինը կարողանա իր բոլոր նախաձեռնությունները եւ հնարավորությունները ի հայտ բերի։
Ամեն դեպքում փորձել եմ եւ ընտանիքը եւ երեխաների հետ էլ բոլոր իրենց խմբակներում, դպրոցներում, այսպես ընդհանուր հասարակական կյանքով էլ ապրել եմ, ունեցել եմ որոշ հասարակական պարտավորվածություններ, կանանց կոմիտեներ եւ այլն եւ մասնակցել եմ։ Բայց պիտի ասեմ, որ ստեղծագործելու պահը իմ աղջկա ժամանակ, երբ որ հղի էի, մի 6-7 ամսական հղիության ժամանակ անկախ ինձանից սկսեցի գրել բանաստեղծություններ, ոնց որ ինձ մեկը թելադրեր, շատ արագ պիտի գրառեի, թե չկմոռանայի։ Իրոք ես ոնց որ ոչ թե ձայներ էի լսում, այլ այդ իմ միտքը գալիս էր այսպես չափածո վիճակով եւ գրում էի։ Դե ասում են, բաց չի ստացվել, եղբայրս ինձ արեց անակնկալ շատ վաղուց 30 տարի առաջ տպագրեց այդ բանաստեղծություններից գրքույկը։ Չգիտեմ, դրանից հետո էլ չեմ գրել, դրա համար ստեղծագործել անպագորգոր բառը չեմ ուզում ասեմ, բայց կարող եմ ասել, որ այդ շրջանի գրվածքներից բացարձակ ոչինչ չի փոխվել եւ հայրենասիրականի մեջ, եւ մեր նպատակների, եւ մուրազների, եւ խնդիրների, այդ ամեն ինչը մնացել է նույնը։ Կարող է ստեղծագործելու հետ կապված նաև օրինակ ես գտնում եմ, որ ամենակատարյալ օրգանը աչքն է։ Դե ուղեղի մասին չեմ խոսում, թվում է թե սիրտը, բայց սիրտը սովորական մխոցած 4 կեսից բաղկացած է, էլի շատ բարդ է։ Բայց այս աչքախը շատ կատարյալ է։ Երբ որ ես ամեն օր հիվանդներից պատմում, բացատրում եմ, թե ինչպես ենք մենք կարողացել, ասենք թե եղջրաթաղանթը 40 դիոպտրիա, ասենք թե ոսպնյակը 20 դիոպտրիա, աչքի ներսում ցանցաթաղանթ, պատկերը տանում է ուղեղին դեպի տեսողական նյարդը, այդ ամեն ինչը այնքան կատարյալ է, որ դու հասկանում ես, որ դա վերևից ստեղծած երևույթ է եւ մենք բոլորս էլ իրոք այդ ամեն ինչի Աստծո ստեղծած էակներն ենք։ Ինչ վերաբերում է ստեղծագործելուն, ես 30 տարի առաջ գրեցի այդ բանաստեղծությունը եւ մինչ այսօր էլ արդիական է գտնում եմ։ Կարծում եմ մեզ կպարգևեք այդ հաճույքը։ Ուղղակի այնքան երևի շատ եմ ամենտեղ ասել, այդ բոլոր այդ գրքույկս կա իմ Facebook-յան էջում, եթե մեկը շատ ունկնդիրներից կուզի կարող է կարդալ, բայց մեկը գիտեմ անգիր, մեկն եմ հիշում։ Սիրով կլսենք։ Կոչվում է հայրենադարձ։ Ոչ մի տեղ գնալ ես չեմ ցանկանում։ Իմ տունը այստեղ է, այս անապատում, որքան հաճելի մեզ հեռվից թվան, ուրիշ քաղաքներն աշխարհի օտար, մերը չեն դրանք, մենք այնտեղ մենակ, գորշ ձմռան նման անգույն կյանք կանենք, ուրիշի հողը կվարենք ու ցանենք, պատողներն հասնեն, բայց համ չունենան, մեր թորներն այնտեղ օտար կմնան, որքան էլ նրանց նմանվել ուզենան, որքան էլ նրանց ընդօրինակ են, չեն կարող դառնալ նոր աշխարհաշեն։ Մենք մեր տունը հողը պիտի ծաղկեցնենք, վայելենք, սնենք, բուդքի կանգնեցնենք, չէ որ նոր սերունդ պիտի այստեղ ապրի, օգնեցեք նրան, որ շատ չտանջվի, որ սիրի երկիրն ու վստահ լինի, թե վաղվա օրը լավ բան կբերի, որ աչքը նորից դրսում չլինի, չնայած մեր հին սովորությունի, ուրիշի հողն ենք մենք առաջ ջրել, մեր եղած լավը թքել ու մրել։ Ժամանակը չէ մեզ արդյոք հայեր թողնել եւ լքել ուրիշ երկրներ, հավաքվենք այստեղ մեր հողի վրա, չնայած չգիտեմ, թե ինչ դուրս կգա։ Սա իրականում շատ լավ պատգամ է եւ հատկապես պետք է ականջալուր լինեն նրանք, ովքեր հավաքել են ճամպրուկները ու ովքեր իրենց բախտը փորձում են որոնել օտարափերում, որովհետեւ իսկապես օտարափերում երջանկություն չկա։ Ոչինչ հետ կգա զգացումը չկա։ Շատերը գիտեք, շատ ընկերներ ունենք, որ իրոք հետ են եկել ու այդ ժամանակ այնքան մեծ հաճույքով այսպես ասում եմ, այ հիմա լիաթոք կարող եմ ձեզ այս բանաստեղծություն ասել, թե ապրեք, լսել եք ու հետ եք եկել։ Այո։ Ճակատագրին հավատում եք։ Ոնց ասել են մեծերից, հավատում եմ, բայց գտնում եմ, որ մի քիչ էլ հրել է կարելի իրան։ Այսինքն միևնույնն է մեր գործոնը կա։ Մենք ինչ որ կերպ ընտրություն ունենք իրականում, լինում են դեպքեր, որ ընտրություն չկա, բայց կարծում եմ, որ ինչ որ ձևով կարելի է մի փոքր ուղղությունը փորձել գոնե փոխել, այսպես գնալ հոսքով եւ ասել սա է իմը, կարելի է որոշ տարբերակներ քննարկել, փնտրել, գտնել։ Դուք աչքի մասնագետ եք։ Կյանքում ամեն ինչ տեսնում եք, թե շատ բաների վրա աչք եք փակում, տեսնում եք այն, ինչ ուզում եք տեսնել։ Հետաքրքիր հարց է։
ցավոք սրտի տեսնում եմ ամեն ինչ, ես կարող չնայեմ այդ բանի վրա, բայց ես դա նկատեմ, ուրիշ բան որ կարող չբարձրաձայնեմ, չնայած դժվարությամբ եմ լռում, ինչպես կասեր իմ հայրիկս, մի քիչ այսպես ըմբոստ բնավորություն ունենալով գտնում եմ, որ ճիշտ խոսելն է ճիշտ, որովհետև միևնույնն է դու պիտի խղճիդ համարժեք, համազոր ու համապատասխան կարողանաս քնել գլուխդ դնես բարձին։ Ամեն դեպքում ես իմ կարծիքը փորձում եմ ասել չվիրավորելով, փորձում եմ մի քիչ ճկուն լինել, բայց նկատում եմ շատ բաներ ինձ շատ ուրախացնում են, բաներ կա որ տխրեցնում են, բայց դա կյանքն է իր տարբեր սպիտակ ու սև գծերով եւ հույսով եմ, որ մենք այդ գծերի երկարությամբ չենք քայլում, հա, քայլում ենք այսպես անցնելով մեկը մյուսի հետևից, իրականում կարծում եմ, որ ապագան շատ ավելի վառ կարա լինի եւ ինչի՞ չէ մեր օգնությամբ։ Շատ լավ, գարուն է եւ շուտով կանանց այդ գեղեցիկ միամսյակն է սկսվում եւ գարունը հաճախ նույնանում է հենց կանացի էության հետ։ Ձեզ համար հայ կինը, հայ մայրը այդ կերպարը ինչպիսի պիտի լինի։ Ես գտնում եմ, որ մայրերը ամբողջ երկրագնդի վրա իրոք նույնն են, բոլորի սրտի թելերը թույլ են, մեկը մինչև դեռահաս տարիքն է, ասենք միազգությունը ավելի խիստ լինում երեխաներին եւ տրվում, մենք հայերով մինչև 100 տարեկան էլ իմիջիալոց ունեմ 100 տարեկան տատիկ, պապայիս մաման, ով ողջ է, հենց կողքի փողոցում էլ ապրում է, ուղեղը շատ պայծառ եւ միևնույնն է, քանի ծնողդ կա, դու քեզ երեխա ես զգում ու դա վատ չի։ Գիտեք, կգա իրոք մի օր, երբ որ դուք ցրտից կկծկվեք, ոնց ասում էր այդ Մայրիկ ֆիլմի, հա, մեր Անրի Վերնոյի հայտնի եւ իմ սիրելի ֆիլմերից է շատ հետաքրքիր։ Կգա մի օր, որ քեզ չեն ասի բուլովերդ վերցրա, որովհետեւ ցուրտ է դրսում։ Մեր գեր այսպես խնամքը երեխաներին, մեր գեր ուշադրությունը երբեմն կարող է երեխան մի 15-20 տարեկանում ասի, դե ես մեծ եմ արդեն, մի քիչ մեծանում են 30-ն անց արդեն, իրենք այնքան են գնահատում այդ հոգ ստանող ծնողի խորհուրդները, որ իրենք ճիշտ են դա անցալում։ Իսկ հայ մայրերին պիտի ասեմ, որ շատ մեծ բեռ ու ծանրություններ ունեցանք, մեր ազգը շատ մեծ եւ կորուստներ ունեցավ եւ փառք ու պատիվ այդ մայրերին մեր պետությունը շատ դեպքերում հիմնվում է հենց այդ կանանց ու մայրերի ուսերին այո գարուն է այսօր առաջի օրն է գարնան եւ ուզում եմ որ բոլոր գարունները ձեզ բերեն երջանկություն ձեզ որպես կին որպես մայր մեր ունկնդիրներին եւ կարողանանք միայն լավն ու բարին տեսնենք եւ մեր նոր վիրատած աչքերով եւ հին եւ մեր սրտով, բայց պիտի ասեմ, որ տղամարդիկ մեզ նախանձեցին, որտեւ իրենք էլ արդեն մի ամսյակ ունեն, նոր եմ հայտնաբերել, փաստորեն հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 23-ը, չէ՞։ Էլի մի ամսյակի մեջ ենք, ամեն դեպքում ես ուզում եմ խաղաղություն լինի, որ երբևիցե թնդանոթների ձայնը չլռեցնեն մեր երկերի, պարերի թող լինեն միայն լավ, ուրախ նորություններ եւ լինեն միշտ շատ առիթներ իրար ասելու, որ տներում, թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով ձեր աչքը լույս լինի։ Ամեն։ Դուք լույս եք սփռում մարդկանց ու ես զգում եմ մեր խոսակցությունից, որ նաեւ ձեր կյանքում լույսը շատ է։ Թող այդ լույսը միշտ շատ լինի։ Գեղեցիկ լույս, ինչպես ասում են, եւ դուք ձեր բուժառուներին վերաբերվում եք աչքի լույսի պես։ Իրենք էլ իրենց հերթին ձեզ գրում են մեր աչքի լույս բժիշկ։ Սա կարծում եմ բժշկի համար ամենամեծ գնահատականն է։ Եվ թող այդ լույսը, որ ճառագում է ձեզանից, հարատևի։ Շնորհակալ եմ։ Զգացված եմ եւ պիտի փորձեմ ապրել այն օրենքներով, ինչ որ ինձ տվել են եւ ծնողները եւ Աստված։ Քանի որ ամեն ինչ գրվում է վերևի գրքում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։